Այսօր բազմազան է սեղանած, շատ հետաքրքիր մի բանի մասին պետք է խոսեմ։ Նախ կուզենայի ոչխարի մասին, գառան մսի մասին ասեի։ Սիրելիներս, գառը միակ կենդանին է, որ հավելյալ սնունդ չի սիրում։ Ուտում է մենակ խոտ, որը չորացրած եւ թարմ, եւ դրա համար գառան միսը համարվում է ամենամաքուրը եւ ամենադիետիկներից բարձրագույնը։ Եթե չունեք լյարդի խնդիր, եթե ձեզ հակացուցված չէ, ապա գառան միսը դա ամենալավն է։ Գառան միսը իր մեջ պարունակում է B12, գառան միսը իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ երկաթ եւ էներգիայի աղբյուր է։ Հիմա այսօր ինչ եմ պատրաստելու։ Մենք ունենք հայկական մի տրադիցիա, որ թոնիր ենք կախում, հաճարը եւ գառը վերևից կանխում ենք, չէ։ Հիմա ես շատ տարիներ եւ իմ տանը Դավիթաշենում լավ հյուրերիս համար միշտ պատրաստում եմ եւ բոլորը շատ սիրում են, կփաստեն իմիջիայլոց բոլոր իմ տղաների ընկերները, ովքեր համտեսել են։ Հիմա ես ձեզ ցույց կտամ ոչ թոնրանին, այլ վառարան դնելու տարբերակը։ Հիմա նայեք ինչ ենք անում։ Ես շատ եմ սիրում այս ամեն ինչը լվանալ։ Գառան միսն էլ թարմ վիճակում չեն կարող անպայման լվացեք։ Լվանալուց հետո գառան միսը շարում ենք կաթսայի տակ։ Այս մաչա է, այսինքն բտիկներն է։ Այդպես են ասում, տեսեք, այդքան լվացել եմ, արդեն էլի ինքը դեռ արյունա դուրս տալիս, ու մնաց թե թարմ է։ Այսպես անելուց հետո մենք վերցնում ենք շատ խոշոր սոխերը, դնելու եմ արանքները, տեսեք, շատ կծու սոխեր, աչքերս մրմրած։ Նայեք, դնում ենք միսը, դնում ենք սոխը, ավելացնում ենք կարմիր բիբար, սև բիբար, բանջարեղենային համեմունք եւ նախապես մի քանի անգամ լվացված մեր հաճարը։ Հաճարը այս դեպքում մենք անելու ենք 1 բաժակի 3 բաժակ։ Եթե դուք 1 բաժակ հաճար եք վերցրել, վառարան դնելու համար վերցնում եք 3 բաժակ ջուր։ Գազօջախին պատրաստելու համար վերցնում եք 2 բաժակ։ Լցնում ենք հաճարը, ես ձեզ անպայման ցույց կտամ իր վերջնական տեսքը, այսպես փռում եք, որովհետև սոխնել իր խոնավությունը ջրային մասը կտա, դնում ենք սխտորներ մի քանի հատ, ջուրը լցնելուց, հիմա ցույց եմ տալիս, ինչ պետք է անենք ջուրը լցնելուց, ջուրը լցնելու եմ, այնպես որ իրեն փակի, ջուրը լցնելուց հետո անպայման վրան դնում եք ստվարաթու, այսպես, նախ ինքը մսի քյափը հավաքում ավրեն, փրփուրը և երկրորդը, քանի որ ծածկելու ենք ֆոլգայով և մի քանի տակ, բերից վար, այսպես թոնիր ենք սարքելու, վերջնական տեսքը ցույց կտամ, ու դնելու ենք վառարան, եփվելու է, ուրեմն եթե միսը, երեխեք, եթե միսը 2 փաունդ է, այսինքն 1 կիլոգրամ, ուրեմն 1.5 ժամ պետք է եփի ինքը, դանդաղ կրակով 180 աստիճան դնում ենք վառարան։